Merci, Monsieur le Premier ministre. Alors, vous avez parlé de la route Trump, mais avant de parler de la route Trump, j'aimerais qu'on revienne sur la période qui s'ouvre à partir de août, septembre, octobre, jusqu'au mois de juin, 7 juin, date des élections législatives en Arménie. Juste avant ce scrutin, nous allons avoir en Arménie le sommet de la communauté politique européenne. Et pourtant, il y a à peu près 7-8 mois entre maintenant et le scrutin. À quel type de problèmes, de provocations, de tensions vous vous exposez et comment vous comptez les surmonter, ces crises et ces provocations? Look, there are many. Տեսեք, բազմաթիվ փաստարկներ եւ քննարկումներ կան, որ միգուցե բազմաթիվ ուժեր կան, որոնք շահագրգռված չեն այս հաղորդակցության ուղիների բացմամբ եւ այլն, բայց իրականում բոլոր խաղացողները կշահեն այս նախագծից։ Տեսեք, խաղաղության հռչակագրի համաձայն, որը ընդունվեց Վաշինգտոնում, Ադրբեջանի հետ մեր հաղորդակցության ուղիների բացման արդյունքում եւ հույս ունենք, որ այդ շրջանակում տեղի կունենա Արցախի եւ Ադրբեջանի միջև սահմանների բացումը, ինչ կունենանք ի վերջո, կունենանք բաց հաղորդակցության ուղիներ Պարսից ծոցի, Օմանի ծոցի եւ Սև ծովի միջև, կունենանք նոր կապակցվածություն Կասպից ծովի եւ Միջերկրական ծովի միջև, կունենանք նոր հնարավորություններ, Հայաստանը կունենա երկաթուղային կապ Իրանի հետ, Հայաստանը կունենա երկաթուղային կապ Ռուսաստանի հետ եւ Կենտրոնական Ասիայի հետ։ Վերջերս գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ադրբեջանը հայտարարեց, որ իրենք հանում են բոլոր սահմանափակումները իրենց տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների նկատմամբ։ Եվ սա շատ կարևոր հայտարարություն է։ Եվ ես դա բարձր եմ գնահատում, քանի որ դա իրոք պատմական նշանակության որոշում է կայացված Ադրբեջանի կողմից եւ մենք դա գնահատում ենք եւ մենք էլ պատրաստ ենք բացել մեր հաղորդակցության ուղիները Ադրբեջանի համար եւ ես վերջերս հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք երթուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան ընթացող բեռնատարների եւ Ադրբեջանից Թուրքիա ընթացող բեռնատարների համար։ Ես հասկացա, որ միգուցե կարող են լինել ուժեր, որոնք շահագրգռված չեն լինի մեր տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմամբ, բայց իրականում այս նախագիծը շահեկան է բոլոր խաղացողների համար եւ ես կփորձեմ բացատրել թե ինչու։ Ինչ վերաբերում է մեր ընտրություններին, դա քաղաքական եւ մեծապես քաղաքական իրադարձություն է, կարևոր քաղաքական իրադարձություն է, որը շատ կարևոր է Հայաստանում խաղաղության գործընթացի համար, բարեկեցության համար, կայունության համար, եւ ես համոզված եմ, որ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում կաջակցեն մեր մինչ այս պահն ունեցած ձեռքբերումներին։ Իհարկե, տարատեսակ մտահոգություններ կան, հիմա գիտեք ամբողջ աշխարհում ինչպիսի խնդիրներ կան կապված ապատեղեկատվության հետ եւ այլն, եւ ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, մենք էլ ենք դա զգում եւ մենք աշխատում ենք դա կառավարելու ուղղությամբ, բայց ընդհանուր առմամբ ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կողմ են աջակցում են խաղաղության օրակարգին, խաղաղության գործընթացին, խաղաղության հաստատմանը եւ իրենք հաստատ կաջակցեն